Հաջորդը նախապատրաստվի Արթուր Հովհաննիսյանը։ Սիրելի հայրենակիցներ, եթե երեք չեք հետևել երեկվա քննարկումներին, մի բան եղավ, երբ հիմա ընտրվում է Վահագն Ալեքսանյանը որպես ազգային ժողովի փոխնախագահ, հնարավորություն կար հարցեր տալու։ Ես հարց ուղղեցի մի բանի հետ իմիջիալոց առանց վիրավորանքի, զուտ նաև հնարավորություն տալով, միգուցե ինչ որ ինֆորմացիա սխալ է տիրապետել, խոսք գնում էր նրա մասին, իբր ես փոքր տարիքում, ինչ որ իմ հարցերը անձնական լուծելու համար օգտագործել եմ պետական իրավապահ մարմիններին, ավելի կոնկրետ որ նա ասել է ԱԱՑ ալֆա։ Մի խոսքով նման անհետեցություն հնչեց, եւ ես սպասում եմ, որ օրինակ մարդ կարասի օրինակ չեմ իմացել կամ ներողություն էլ չէ, գոնե ասի միգուցե սխալվել եմ, այդպես եմ լսել, բայց այսպես հակառակը քմծիծաղով, հակադիր մեղադրանքներով ու միջևերջ պնդելով, որ նման բան եղել է, անկեղծ շատ ալնում, որ զարմանում ես, իսկապես անկեղծ զարմանում ես, լավ ոնց է կարելի էլի, իսկապես ոնց է կարելի, այ այդ ձև, բայց մյուս կողմից ասում, երևի հենց դա է եղել, սենց առաջ գնալը կուսակցության ներսում իշխանության մեջ, երևի այդ որակներն որ գնահատվում է, ինչևէ չկարողանալով գտնել հարցից պատասխանը, դիմեցի հիմա ընդունված է, չէ, արհեստական բանականության օգնությանը, բառացի հարցրել եմ, հիմա կընթերցեմ, ինչպես բանավիճել մարդու հետ, ով որպես փաստարկ իր հայտնած տեղեկությանը ասում է բոլորն են ասում։ Ուրեմն պատասխանը կարդամ, ինչ է ասում, ինչ է առաջարկում արհեստական բանականությունը, ասում է, եթե մարդը որպես իր ասացի հիմնավորում օգտագործում է բոլորն են ասում, ապա նա սովորաբար դիմում է տրամաբանական սխալի, որը կոչվում է հանրաճանաչության փաստարկ, լատիներեն argumentum ad populum։ Այն, որ շատ մարդիկ ինչ որ բան են ասում կամ հավատում են դրան, ինքնին չի ապացուցում, որ դա ճիշտ է։ Ու նաև ինչ որ առաջարկներ անում, ասում արդյունավետ արձագանքելու համար կարող ես հանգիստ հարցեր տալ, օրինակ, ովքեր են բոլորը, կարող ես նշել կոնկրետ աղբյուր կամ ապացույց։ Եթե նույնիսկ շատ են մարդիկ այդպես կարծում, ինչով է դա ապացուցում, որ դա ճիշտ է։ Կա հետազոտություն, տվյալ կամ փաստ, որը հաստատում է ասածդ։ Ասում է կարող ես նաև բերել պարզ հակաօրինակ, օրինակ ժամանակին գրեթե բոլորն էին կարծում, որ Արեգակը պտտվում է երկրի շուրջ, բայց մարդկանց մեծամասնության կարծիքը փաստ չէր։ Հիմա տպավորություն չլինի, որ սա զուտ իմ հետ կապված անձնական թեմա է, դրա համար եմ այսքան խոսում, չէ, ըստ երևույթին սա ընդհանուր նաև քարոզչական գիծ է, որը մենք տեսնում ենք երկար տարիներ, այսինքն մի բան հրամցնել, այնպես անել, որ բոլորն այդպես մտածեն ու ի վերջո փաստարկների դաշտից դուրս գալ, բոլորն իրար ասում են դե սաղ էլ գիտեն, էլի բոլորն էլ այդպես են ասում, այս անհեթեթ պատասխան է։ Ու հաշվի առնելով, որ նաև տվյալ անձը փաստորեն քարոզչության ժամանակ PR-ի համար էր պատասխանատու, էլ ավելի այս փաստարկը բան է դարձնում ու մնացած մյուս այս տարածվող ու գեներացվող ստերի հետ կապված որոշակի բարձաբանում է տալիս։ Երեք իմ խոսքից հետո Վիլեն Գաբրիելյանն այստեղ չի, բայց խոսեց նաև իմ մասին, ես լսել եմ իր ելույթը եւ այսպիսի բան կար, որ ասում է, ինձ թվում է Լեոն Քոչարյանը իսկապես հավատում է եւ անկեղծորեն չի հասկանում ինչ է եղել կամ բան։ Տեսեք, ես իհարկե չեմ վերապրել այդ ամեն ինչը, ես չեմ ուզում եթե ես փորձում եմ ինչ որ բան ավելի վերհիշել, ոնց որ մյուս կողմի դիրքորոշում ներկայացնել, սա չի նշանակում, որ ես չունեմ այդ էմպաթիան, այդ ամեն ինչը վերապրած մարդկանց հետ կապված։ Եվ երբ որ ես ուրիշ կոնտեքստի մեջ ասում ես հպարտանում եմ շատ ձեռքբերումներով, որը եղել է հորս հետ կապված, սա չի նշանակում, հետո պետք չի աղավաղել, որ դուք հպարտանում եք մարդի մեկով, ոչ ես չեմ հպարտանում։ Ես ինչպես կարող եմ հպարտանալ նման ողբերգության հետ կապված։ Մեծ ողբերգությունը ի վերջո մարդկային զոհեր են եղել, բայց սրա շրջանակում շատ ցավալի է, որ ամեն պատմություն, ամեն ինչ ընդհանրապես ունի երկու կողմ։ Եվ երբ որ օրինակ ինչպես այսօր Անդրանիկ Քոչարյանը խոսում էր, դեպքեր էր նկարագրում, բայց այդ կիսաճշմարտությունները, ոչ լիարժեքությունը բերում է հենց նրան, որ ի վերջո բոլորը ասում են մի բան, որը կարող է մեղմ ասած այդքան էլ այդպես չի։ Օրինակ ինչ է ասում է Քոչարյանը եկավ Ռուսաստանից բանակը հավաքեց եւ ինչ որ հրահանգներ տվեց։ Բայց ախր դրան նախորդող բաներ են չի եղել։ Բեմահարթակից հնչում էին պաշտպանության փոխնախարարների անունները, կոչ էր արվում նրանց միանալ, կար խմորումներ նույն երկրապահում, այսինքն այդ օթից չի եղել ու խնդիր է եղել պահելու
բանակը քաղաքական process-ներին ներգրավելու։ Ես հիմա շատ չեմ ուզում խորանալ, երեկել ասացի, որ ու նաև ձեզնից մարդիկ էստեղ ասացին, որ իսկապես չեմ կարծում, որ հանրությունը դա է ուզում մեզնից, բայց ամեն դեպքում նույն ֆիլմի հետ կապված բանը բերվեց։ Այդ ֆիլմում նաև կան իհարկե անճշտություններ, օրինակ ոստիկանական մեքենան իբր վրաերթի ենթարկել մարդկանց, որ իրականում այդպես չէ, հիմիկվա քննչականն էլ դա հաստատել է, որ դա այդպես չէ, ավելին այդ Վիլիսի մեջ նստած ոստիկանը ծեծվել էր ցուցարարների կողմից ու նաև իրենից խլել էին իր տաբելային զենքը։ Հիմա լավ, վատ, ես այստեղ զուտ հարցը նրանում է, որ այս փաստական տվյալները նաև պետք չէ աղավաղել։ Ես այդ իրադարձությունները համարում եմ ողբերգություն ու նաև ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի խոսքը, ով ասել է, որ մարտի 1-ը չի բացահայտվելու, դեռևս 2018 թվականի փետրվարին, եթե չեմ սխալվում, ասել է չի բացահայտվելու մարտի 1-ի գործը, մարտի 1-ի սպանողները այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության են կազմակերպիչները։ Հիմա 8 տարի դուք իշխանության եք։ Ոչ մի հատ սպանության հետ կապված չկա բացահայտում, ինչը շատ ցավալի է։ Բայց 8 տարի դուք իշխանության եք։ Իսկ ինչ վերաբերում է Ռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել մի այդ վճռների մասով, մի այդ վճռի ինքն էլ եկավ, ձեր անունը տվեցի եկաք, մի այդ վճռի մասով հիմնական մեխը մի այդ վճռի այն էր, որ պետությունը բավական ջանք չի գործադրել սպանությունները բացահայտելու համար։ Հիմա եթե մեր հետ եք համատում, այս ընթացքում 2008-ի մարտի 1-ից մինչև այս ժամանակաշրջանը հայրս եղել է նախագահ 40 օր, դուք եղել եք 8 տարի, նաև այդ տեսանկյունից ու իմիջիայլոց նաև միջազգային այս ամեն ինչի կոնտեքստում միջազգային կառույցների զեկույցներ եք խոսում, նաև պետդեպի զեկույցը ու նաև այս բանում համատեքստում ոստիկանական բռնություն եւ այլ, օրինակ կոնկրետ իմ դեպքով, որի մասին ես խոսում եմ, ոչ մեկը չեք արձագանքում, իմ դեպքով ԱՄՆ պետդեպը զեկույց է հրապարակել, որտեղ անվանական իմ անունը գրված է ոստիկանների բռնության հետ կապված։ Մինչ այսօր գործը հարուցված 2023 թվականից, որտեղ ես ճանաչված եմ որպես դուժող, ու մինչև այսօր չկա ոչ մի ոստիկան, ու այստեղ տեսանյութերը ամեն ինչը արկա է, այսինքն դատաբժշկի եզրակացությամբ եւ ամեն ինչով, բայց այս մասով էլ պարոն օրինակ Վահագն Ալեքսանյանը ասում է, այստեղ ես չեմ էլ կարծում, որ սխալ են արել, ամեն ինչ օրենքով են արել։ Չգիտեմ, կարծում եմ խոսքին ավելի արժեք կտա ու նաև հետագա խոսքին, երբ որ այս ակնհայտ բաների հետ կապված խոսացվի, ասվի, այստեղ խնդիր չկա։ Հիմա նաև խոսվեց իմ այսպես հիմնական շեշտադրումը օգնականի հետ կապված դեպքներ, որ ես դատապարտում եմ, ես շատ վատ եմ զգում, որ այդ դեպքը եղել է, բայց ես ինչի նաև այդ ժամանակ չեմ արձագանքել, որովհետև միանգամից գործ էր հարուցվել, պետք է լիներ կալանքի նիստ եւ փաստաբանները խնդրել էին, որ միգուցե դա կալանքի նիստի վրա ունենա որոշակի ազդեցություն եւ ես հետ մնացի, բայց դրա հետ կապված իմ օգնականը, ով նաև իմ ընկերն է, լավ տղա է, լավ մարդ է, իր բացատրությունները տվել է եւ սա չի արվել որպես լրագրող, իմիջիայլոց գործը դատարանում է 3-ից 6 տարի ուզում են Արտուրին մեկ հարվածի համար դատել, սա այլ հարցի բան է։ Տեսեք, մյուս մասով ինչպես ձեր նոր պատգամավորներից կներեք Միքայել Խաչատրյան, հարգելի Միքայել Խաչատրյան, ձեզ չգիտեմ խորհուրդ կամ բան, զոհերի հետ կապված մի արեք այդ համեմատությունը ձեր իշխանության ու այն ժամանակվա։ Այստեղ ոչ մի ձևով չեք կարող դուք շահեկան դիրքում լինեք։ Այս իշխանության ժամանակ եղել են հազարավոր զոհեր, ու հետո Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է, որ այդ զոհերը կարող էին չլինել, արդյունքը կլիներ նույնը։ Ու դուք համեմատում եք մի ժամանակաշրջանի հետ, որը ամենախաղաղն էր։ Եթե նույնիսկ մի զոհ ա եղել այն ժամանակ, դա շատ վատ է, բայց զոհերի թիվը, մարտական զոհերի թիվը եղել է 92 10 տարվա կտրվածքով։ Եվ երբ որ դուք գալի ասում եք, ես ինչից եք խոսում, հիմա 2 տարի է չեն կրակում, իմիջիայլոց նույն այդ բանը ասում էին մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն, այսպես չէ, հուլիսյան դեպքերը, այս քարոզչական թեզը գնում էր չեն կրակում։ Աստված տա երբեք չկրակեն, բայց խնդրում եմ մի խեղաթյուրեք։ Այս մասով հաստատ շահեկան դիրքում չեք հայտնվելու։ Այլ արձագանքեր ու բաներ կար, բայց երևի թե առիթ կընձեռնի դեռ
այս օրերի ընթացքում։ Շնորհակալություն։ Արթուր Հովհաննիսյան, նախապատրաստվի Տարան Չախոյանը։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, քանի օր մենք գտնվում ենք ճանաչողական փուլում ենք նաև։ Հայաստան դաշինքին իհարկե շատ լավ ենք ճանաչում, շատերին նաև ճանաչում ենք ուժեղ Հայաստան խմբակցությունից, բայց մեծ մասին նոր падգամավորներից չենք ճանաչում եւ այս ելույթները հարց ու պատասխանը նաև ճանաչողական բնույթ են կրում եւ ինձ համար մի ոչ հարմարավետ իրավիճակ կա, երբ որ մենք խոսում ենք շատերի մասին, նախկին իշխանության մեջ եղած, նաև տարբեր ժամանակներում Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքի վրա ազդող որոշումներ կայացնող մարդկանց մասին, ես էմոցիա եմ զգում դա լիճից, որովհետեւ մի դեպքում տվյալ մարդը Հայաստան խմբակցության падգամավորի հայրն է, մյուս դեպքում ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորի հորեղբայրն է կամ հայրն է, բայց մենք չենք մտնում այդ տիրույթ, էլի, հայր եւ որդի, քուր եւ եղբայր, կին եւ ամուսին, քերի եւ քերակին, ընկերներ, եղբայրներ, մենք այս հարթություն չենք մտնում։ Մենք խոսում ենք քաղաքական գործիչների մասին, որոնք այո փոխկապակցված են բարեկամական կապերով, բայց ես ինձ անկեղծորեն վատ եմ զգում, երբ որ տեսնում եմ էմոցիա եւ ընկալում հակառակ կողմից, երբ որ մարդիկ մտածում են, որ մենք ուրեմն մտնում ենք հայր եւ որդի հարաբերությունների մեջ եւ այլն եւ այդպես շարունակ։ Մանավանդ Լևոն Քոչյանի ելույթներում, երբ որ ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած Ռոբերտ Քոչյանի մասին եւ մարտի 1-ով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցած Ռոբերտ Քոչյանի մասին, Լևոն Քոչյանը գալիս է եւ ուրեմն սկսում է պաշտպանել իր հորը որպես իր որդի։ Ոչ, դուք այստեղ եք, էլի ինքը բայց դահլիճում չի, էլի խոսում գնում է։ Դուք այստեղ եք, պարոն Քոչարյան, ոչ թե որպես ձեր հոր որդի, դուք այստեղ եք, պարոն Քոչարյան, որպես Հայաստան դաշինքի падգամավոր, ով շարունակում է ուրեմն Ռոբերտ Քոչարյանի արատավոր քաղաքական հետագիծը եւ փորձում է այստեղ ամեն ինչ անել, որպեսզի պահի նրա գողացած ապօրինի գույքը, փորձում է այստեղ ամեն ինչ անի, որպեսզի մաքրի նրա անունը մարտի 1-ից հոկտեմբերի 27-ից։ Եվ երբ որ մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի անուն են տալի, դուք ավելի լավ է սուտ քուն մտնեք, մեռած ձևանակ ու բոլորիդ ասա վերաբերվում Հայաստան դաշինքի անդամներ։ Հələ մի հատ էլ գալիս եք այստեղ եւ փորձում եք ուրեմն մաքրել մարդկանց անունները, ովքեր եղել են Հայաստանի պետության ղեկավարները մարտի 1-ի կազմակերպման ժամանակ։ Ես 2008 թվականին դեռ 18-ը չէր լրացել մարտի 1-ին։ Ես Սունդուկյան թատրոնի դիմացն է, երբ որ Վիլիսի դեպքը տեղի ունեցավ, եւ ես նաեւ այստեղ պարոն Քոչյանն ասում է, որ Վիլիսը մարդկանց վերով չի անցել եւ այսօրվա քննչականն էլ է դա ուրեմն հաստատում։ Շատ ցավում եմ, որ այսօրվա քննչականը հենց հաստատում է արել, հա, բախտները բերել է մարդկանց, որ վրաերթի չի ենթարկել, գոնե այդտեղ 10 զոհից ավել զոհ չի եղել, էլի։ Պետք է շնորհակալություն հայտնենք երևի, որ այդ Վիլիսը մարդկանց վերով չի անցել։ Հետո 2008 թվականի մայիսին ես գնացի զինծառայության մի զորամաս, որտեղի մի ամբողջ զորագունդ մարտի 1-ին պրոսպեկտի խաչմերուկում զինված գործողություններ իրականացրել։ Եվ ինձ դրա մասին պատմել են մարդիկ, ովքեր այդտեղ են եղել զինվորական համազգեստով զենքը ձեռքներին։ Հիմա եկել եք ում եք ինչ պատմում, ես ուզում եմ հասկանալ։ Ապօրինի գույքի մասին, գիտեք, գալիս եք եւ անընդհատ ապօրինի գույքից եք խոսում եւ ասում եք, եթե մենք չզբաղվենք քաղաքականությամբ, ապա ապօրինի գույքի գործերը չեն լինի։ Չէ, ժողովուրդ, եթե ապօրինի գույքի գործերը չլինեին, դուք քաղաքականությամբ չէիք զբաղվելու։ Դուք գնալու եք վայելեք ձեր ապօրինի գույքը Մալդիվներում, Բալիներում, Կալուգաներում եւ այլն եւ այդպես շարունակ։ Դուք գալու եք եւ վայելեք ձեր ապօրինի գույքը։ Գալու եք եւ վայելեք Բելարուսում, տարբեր տեղեր։ Եվ հետեւաբար դուք քաղաքականության մեջ եք, որպեսզի ապահովեք, պաշտպանեք, փորձեք փրկել ձեր ապօրինի գույքը։ Նույնը նաեւ քաղբանտարկյալներին է վերաբերում։ Դուք քաղաքականության մեջ չեք լինի, եթե հանցավոր գործունեություն չկատարեք։ Եվ հիմա անունը դրել եք քաղբանտարկյալ։ Դուք քաղաքական վահանով փորձում եք ուղղակի պաշտպանվեք։ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, եւ սա միանշանակ է։
Եվ սա միանշանակ է։ Դուք այստեղ նստած եք, պարոն Ռուբեն Մխիթարյան, որպես ազգային ժողովի պատգամավոր եւ ինձ հետ զուգահեռ հարգելի գործընկերներ, մի խոսեք, ես լուր լսում եմ ձեզ բոլորիդ, լուր լս, ես ձեզ եւս մեկ անգամ ասում եմ զուգահեռ մի խոսեք։ Պարոն Հովանեսյան, ներողություն։ Ես խնդրում եմ նաև իմ ժամանակը, պարոն Կոնջորյան, էլի։ Այո, խնդրում եմ հարգելի գործընկերներ մի ընդհատեք, որպեսզի նաև ժամանակը չերկարացնեմ ելույթ ունեցողի։ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ։ Սեփականության իրավունքից է անընդհատ խոսում ու ինձ զարմացնում է թե խի է Հայաստան Դաշինքը այս 3 օրա ատամներով փորձում պաշտպանել Գագիկ Ծառուկյանի ապօրինի գույքը, որը հիմա վերադարձում է ժողովրդին։ Այդ կարող է այդ բոլոր պատմությունները, որ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է 100%-անոց ճշմարտություն է, ինչին ես հավատում եմ, եւ հիմա էլ պարզվում է, որ դուք էլ Ծառուկյանի բանից գույքից երևի փայ ունեք, հա, որտեղ նեղվել եք, որ ուրեմն Ծառուկյանի գույքը վերադարձում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Փայ ունեք Ծառուկյանի գույքից։ Ինչ կա Ծառուկյանի հետ, եկել sense ատամներով պահում Գագիկ Ծառուկյանի ապօրինի գույքը։ Խոսքա գնում այստեղ նաև քաղաքական մենաշնորհներ, ասում է ԿՊ-ն ուզում է քաղաքական մենաշնորհ հաստատ եւ այլն եւ այդպես շարունակ, սա ասում է մի ուժ, որը ներկայացված է օրինակ 29 հոգով ազգային ժողովում կամ մի այլ ուժ էլ դրա հետ համաձայնում է, որը 12 հոգով է ներկայացված ազգային ժողովում։ Եվ մենաշնորհներից առաջարկում եմ չխոսեք, որովհետեւ օրինակ պարոն Ղազինյան, դուք փորձեցիք պատասխանել իմ հարցին միտինգներին մարդկանց բերելու առումով։ Իհարկե թույլ տվեք ինձ չհավատալ ձեզ ամեն դեպքում։ Եվ նաև երբ որ մենաշնորհներից եք խոսում, ես կխնդրեմ նաև խոսեք օրինակ հեծի տենդերների մասին։ Այդ ոնց էր ստացվում, որ հեծի տենդերներին մասնակցում էին կազմակերպություններ, որոնք ըստ էության փոխկապակցված էին հեծի սեփականատերերի հետ։ Մենաշնորհներից որ խոսում եք, առաջինս կխնդրում եմ այդ մենաշնորհների հետ բացատրեք, նոր եկեք խորացեք արդեն քաղաքական մենաշնորհների մեջ, որոնք Հայաստանում այսօր չկան, Հայաստանում չկա քաղաքական մենաշնորհ, եւ չի էլ կարող լինել ժողովրդավարական համակարգում քաղաքական մենաշնորհ։ Հիմա հայրենիքի մասին։ Ասում են մեր հայրենիքը թիվ չի, հող է։ Okay, քանի քառակուսի կիլոմետր այդ հողը։ Իմ հարցը դրա մասին է։ Գիտեք, էլի պետքա գնանք մեր հայրենիքը, իմ կարող եք արդյոք ասել, որ ջավախքը այս մարդու հայրենիքը չի, ախր ինքը ծնվել է ջավախքում, չէ, չեմ կարող տես բան ասել։ Ես ուրիշ բան եմ ասում եւ եւս մեկ անգամ ասում եմ, որ հնարավորինս հասկանալի լինեմ։ Ես չեմ կարող հերքել եւ որևէ մեկը չի կարող ասել, որ գիտես ինչ կա, եթե դու ջավախքում ես ծնվել, Ալաշկերտում ես ծնվել, Գանձակում, Բաքվում, Ադանայում, ոչ մեկ չի կարող հերքել քո ծննդավայրը եւ քո պատմական հայրենիքը։ Ես այստեղ եմ եւ դուք այստեղ եք որպես Հայաստանի Հանրապետության որպես պետության ներկայացուցիչներ, որպես ազգային ժողովի падգամավորներ, որոնք պետքա վերջի վերջը պատասխանեն այդ հարցին, դուք ընդունում եք Հայաստանի Հանրապետության պետական սահմաններն այնպիսին, ինչպիսին դրանք միջազգայինորեն ճանաչված են, թե ոչ։ Ես չեմ խոսում, ես որ հարց եմ տալիս, ասում եմ, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այս հարցը նրա մասին չի, որ դու պետքա դա ասելով մերժես, որ Ադանան երբևէ եղել է պատմական հայրենիք կամ մերժես, որ այս կամ այն տարածքը երբևէ եղել է պատմական հայրենիք։ Ես ասում եմ ոչ թե մերժելու մասին եմ ասում, ես հաստատելու մասին եմ ասում դուք Հայաստան Դաշինքի հետ ամեն ինչ պարզ է, իրանք չեն ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Արամ Վարդևանյանն էլ իրանց խմբակցության կազմում այդ ժամանակ չէր ընդունում։ Հիմա ուզում եմ հասկանամ, ուժեղ Հայաստան խմբակցությունը ընդունում է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները եւ ընդունում է, որ մեր այսօրվա պատմական չէ, ժամանակակից հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Ընդունում եք դուք արդյոք, թե չէ, եթե ընդունում եք պետքա գաք եւ գոնե ասեք, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ մենք միջնադարյան ուրեմն կանոններով չենք ապրում։ Այստեղ միջնադար չի էլի, ասենք, մեր արտահայտություններ էլ կան, ասում մեր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը, բան։ Նմանատիպ ինչ-որ արտահայտություններ է, մոտ է այդ արտահայտություններին, որ դու ասում ես, դե մեր հայրենիքը, ասես, անծայրածիր հայրենիք ունենք։ Այո, շատ մեծ պատմական հայրենիք ունենք ըստ էության, հաշվի առնելով հայ ժողովրդի անցած ճանապարհը, բայց այդ անցած ճանապարհի արդյունքում մենք այսօր ունենք մի հայրենիք, որը միջազգայինորեն ճանաչված սահմաններ ունի, ու մենք կարող ենք այդտեղ ապրենք։ Երբ որ դուք այդպես հարցականով հենց մի հատ մեզ եք փորձում ուղղեք, թե բա ձեր հայրենիքը որն է, հեսա մեր հայրենիքը։ Սա է մեր հայրենիքը։ Քաղաքացիական պայմանագիր, խմբակցության, կուսակցության հայրենիքը սա է։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը իր սահմաններով, որը մենք ամեն ինչ անում ենք, որ սահմանագծենք, սահմանազատենք եւ ապահովենք դրանց
անձեռնմխելիությունը։ Սա է Հայաստանի Հանրապետությունը։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Սա մեր հայրենիքն է եւ կարեւոր է, որ օրենսդիր իշխանությունում ներկայացված ուժերը ընդունեն Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները, որովհետև հարցը առաջանում, եթե չեք ընդունում, ապա ո՞րն է ձեր շահերի կենտրոնը։ Եվ եկեք այստեղ ասեք, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ ամփոփելով եւս մեկ անգամ այստեղ նաեւ խոսեց զինվորներին հարգելուց ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորի կողմից։ Ես խնդրում եմ չխոսեք զինվորների մասին ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորներ, քանի դեռ ձեր շարքում նստած է մի մարդ, ով երազում է, ցանկանում է Հայաստանի Հանրապետության զինվորի մահը։ Չխոսեք զինվորին հարգելու մասին, քանի դեռ ձեր շարքում այդ մարդը նստած, պարոն Ալեքսանյան, ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Մենք իրար հետ շատ կարևոր աշխատանքներ ենք իրականացրել հանուն մեր պետության եւ հանուն մեր ժողովրդի բարեկեցության։ Ես ձեզ աջակցում եմ, ամեն ինչով աջակցելու եմ ձեր նոր պաշտոնում եւ վստահ եմ, որ դուք լավագույնս դա կիրականացնեք եւ թույլ տվեք նաեւ պարոն Կարապետյանին ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարին մի նվեր տալ, քանի որ բոլորն ունեն համարյա եւ քանի որ պարոն Կարապետյանը չի ասում քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ես այս քարտեզը ցանկանում եմ նվիրել պարոն Կարապետյանին ամենայն հարգանքով գործընկերային, որպեսզի նա նայի եւ ունենա իր մոտ Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլ։